Միջուկային զենքը պայթյունային գործողության զանգվածային ոչնչացման զենք է, որը հիմնված է շղթայական միջուկային ռեակցիաների ժամանակ անջատվող ներմիջուկային էներգիայի օգտագործման վրա։ Միջուկային պայթյունի հետևանքով անջատվում է հսկայական էներգիա։ Միջուկային պայթյունի խոցող գործոններն են հարվածային ալիքը, լուսային ճառագայթումը, ներթափանցող ճառագայթումը, ռադիոակտիվ վարակումը և էլեկտրամագնիսական իմպուլսը։ Հարվածային ալիքը օդի խիստ սեղմված գոտի է, որը տարածվում է բոլոր ուղղություններով գերձայնային արագությամբ։ Վերջինիս ազդեցությամբ առաջանում են շենքերի և կառուցվածքների զանգվածային ավերածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ։ Հարվածային ալիքից պաշտպանվելու համար կարող են օգտագործվել տեղանքի ծալքերը, ապաստարանները, նկուղներ և այլ ամուր կառուցվածքներ։ Լուսային ճառագայթում ճառագայթային էներգիայի հոսանք է, որը ընդգրկում է ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր և այլ ճառագայթներ։ Ներթափանցող ճառագայթում միջուկային պայթյունի ժամանակ արձակվող գամմա ճառագայթներ և նեյտրոնների հոսք։ Միջուկային պայթյունի ամպից տեղացող ռադիոակտիվ նյութերով տեղի ունենում մթնոլորտի մերձերկրյա շերտի, օդային տարածության և տեղանքի ռադիոակտիվ վարակում։ Մարդկանց խոցման վտանգը ռադիոակտիվ վարակման շրջանում կարող է տևել շաբաթներ, ամիսներ։ Տեղանքի վարակման մասշտաբները և աստիճանը կախված է պայթյունի քանակից, զորությունից և տեսակից։ Պայթյունից առաջանում է հսկա ամպ, կազմված ռադիոակտիվ մասնիկներից։ Ամպը տեղաշարժվում է քամու ուղղությամբ։ Ամպից անջատված ռադիոակտիվ մասնիկները ընկնելով գետնին առաջացնում են ռադիոակտիվ վարակման գոտի։ Այսպիսով ընդհանուր իրավիճակը բնութագրվում է կառույցների և շենքերի ավերածությամբ, փողոցների և անցումների տեղային և համատարած փլվածքներով, զանգվածային և համատարած հրդեհներով, տեղանքի հնարավոր ռադիոակտիվ վարակմամբ, ջրամատակարարման կոյուղու, հեռախոսային և էներգետիկ ցանցերի խափանմամբ և բնակչության զանգվածային ախտահարմամբ։